Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Այս տարի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների հավանականությունը գրեթե անհնար է՝ ի շնորհիվ 2025-ի օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրի եւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի։ Այս մասին ասված է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցում։ Սպասվում է առաջընթաց սահմանագծման, առևտրատնտեսական նախաձեռնությունների, հասարակությունների երկխոսության եւ հումանիտար ոլորտներում։ Միևնույն ժամանակ Ադրբեջանի կողմից առաջ մղվող արևմտյան ադրբեջանցիների վերադարձի գաղափարախոսությունը եւ ռազմական ծախսերի աճը ստեղծում են ռիսկեր տարածաշրջանային կայունության եւ երկարաժամկետ խաղաղության համար։ 2026 թվականին ծառայությունը կգնահատի այդ քաղաքականության իրական նպատակը եւ հնարավոր հետևանքները Հայաստանի անվտանգության համար։ Ընդհանրապես բոլորը պիտի թրիպ անվանեն։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանն արձագանքում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հայտարարությանը։ Եթե Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան անխոչնդոտ կապն ապահովելիք երթուղու անվանումը թրիփ է ի պատիվ Ամերիկայի նախագահի, ապա ինչու են թուրքերն ու ադրբեջանցիները անընդհատ Զանգեզուրի միջանցք թմբկահարում։ Հիշեցնենք, Թուրքիայի գլխավոր դիվանագետ Ֆիդանը նույնիսկ ձևակերպել էր, թե տեսնում են խաղաղության ճանապարհը, կառուցվում է այնպես, ինչպես Ադրբեջանն է ցանկանում։ Ոչ միայն Ադրբեջանի ուզածով լինում, այս նախագծի լավ որն է, որ սա Հայաստանի ուզածով է, Ադրբեջանի ուզածով է, բոլոր հարևանների ուզածով է, որտեղ պարզ է, որ եթե բոլոր ենթակառուցվածքները ապաշրջափակվում են, դա ձեռք է տալիս եւ Հայաստանին, եւ Ադրբեջանին, եւ բոլոր հարևաններին։ Օրերս մեր երկրի ու Ամերիկայի դիվանագիտական կառույցների ղեկավարները Վաշինգտոնում հաստատեցին թրիփի Հայաստան-Ամերիկա կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Համաձայն դրա Թրամփի խաղաղության ու բարգավաճման երթուղում Հայաստանն ունենալու է 24, Ամերիկան 76% մասնաբաժին։ Փորձագետները կարծում են, որ սա մեզ համար առնվազն մտահոգիչ է։ Մեր սեփական ճանապարհից փաստացի ամենակիչ օգուտը հենց մենք ենք ունենալու։ Հարցերի շարքն են շարում մասնագետները։ Որքանով է սա նպաստում հայկական շահերին եւ որքանով կարող է օգտակար լինել մեր տնտեսության համար, եթե այդ ծրագիրը, որ իրականացնելու է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ինչի է Հայաստանը 26% ունենալու, ԱՄՆ-ն 74%, որտեղ ներդրումներ է անելու ԱՄՆ-ն։ Ռուբինյանը նաև այլ հաշվարկներ է անում։ Հերիք չի, մենք այդ թրիփ ընկերությունից հարկեր ենք ստանալու, ինչպես ցանկացած այլ ընկերությունից Հայաստանում գործող։ Այսինքն պարզ է, որ հարկեր, տուրքեր եւ այլն ստանալ։ Բացի դրանից նաև մենք բիզնես շահույթի մի մասն ենք ստանալու, ինչը շատ լավ է։ Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության դրույթները թրիփին վերաբերող բոլոր փաստաթղթերում հայ ու ամերիկացի պաշտոնյաները գրել, ամրագրել, շեշտել են, փորձագետները այս հարցում եւս շարունակում են մտահոգություններ ունենալ։ Քաղաքագետը հարցնում է. այդպես գրել են, այդպես էլ կլինի արդյոք։ Լավ է իհարկե, որ ֆիքսվել է Հայաստանի ինքնիրավազորություն, ինքնիշխանությունը, բայց գործնականում կարող է ստացվել այնպես, որ դա միայն թղթի վրա մնա եւ իրականում այնտեղ ոչ միայն Հայաստանը որևէ գործառույթ չունենա, բացի այդ 26% հավաքելուց, այլև չկարողանա օրինակ այդ տարածքը օգտագործել այլ նպատակներով, օրինակ Իրանի հետ երկաթուղի կառուցելով, որովհետեւ այնտեղ այդ հատվածում կառուցապատման բացառիկ իրավունքը կարծես թե տրվում է թրիփին, որի հայաբաժինը մեծ մասը ամերիկյան է։ Փաստաթղթում տարընթերցումներ չկան, համոզված է խորհրդարանի փոխխոսնակը։ Ռուբինյանը նաև տեղեկացնում է, ամերիկյան ստեղծվող ընկերության հետ պայմանագրում դեռ կետեր են առանձնացնելու, դարձյալ հստակումներ կլինեն։ Ֆիքսված է, որ հատկապես կարևոր հարցերում դրանք պայմանագրում արդեն առանձնացված կլինեն որպես հատուկ կարևորության հարցեր։ Այդ դեպքում նույնիսկ այդ 26% փայ ունենալու դեպքում բիզնես որոշումներ կայացնելու հարցում, բայց այն բիզնես որոշումներ, որոնք ինչ որ առնչություն ունենալու են Հայաստանի ինքնիշխանության շահերի մասին։ Օրինակ դա անհնար է առանց այդ 26% ունեցող փայատերի, այսինքն Հայաստան։ Թե ընդհանուր որքան կարժենա Սյունիքի ամերիկյան ճանապարհի ծրագիրը վերջնական հաշվարկներ դեռ չկան, ոչ հայկական, ոչ էլ ամերիկյան կողմում դեռ չգիտեն, ինչ գին են վճարելու Թրամփի երթուղու համար։
Ամերիկայի վարչակազմի տվյալներով հրավիրված 60 երկրներից մոտավորապես 35-ը համաձայնել են միանալ նախագծին։ Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ Թրամփի համաշխարհային տնտեսական ֆորում այցի հիմնական նպատակը հենց խաղաղության խորհրդի առաջխաղացումն էր։ Նոր խորհուրդը սկզբում նախատեսված էր որպես Գազայում հրադադարի ռեժիմը վերահսկող համաշխարհային առաջնորդների փոքր խումբ, բայց վերածվել է շատ ավելի հավակնոտ նախաձեռնության։ Թրամփը նախատեսում է, որ խորհուրդը փոխարինի ՄԱԿ-ի որոշ գործառույթներ։ Թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի, հայկական կողմը մարգարեի անցակետը։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում իշխանական թևից են հայտնել։ Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահը ճիշտ է փակագծերը չեն բացել, բայց հայտնել են, որ այդ ուղղությամբ առաջիկայում զարգացումներ կլինեն։ Հիշեցնենք, որ դեռևս 2022 թվականից Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացներն էին պայմանավորվել, որ պետք է երրորդ երկրների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը բացվի։ Գինը այսպես պայմանական եմ ասում, օրինակ եթե այդ գինը այսպես մինչև 2020 թվականը, այսինքն մինչև պատերազմը հնարավոր էր ինչ-որ փոխզիջումներով նույն Արցախի հարցում եւ այլն, այսօր էության մեջ Հայաստանը նման գին չունի տալու։ Դրա համար Թուրքիան այս պահին այդքան շատ գրգռված չի եւ դրա հետ կապված փորձում է ավելի շատ այսպես օգտվել արտաքին ֆակտորից։ Տեսեք Թուրքիան ինչքան ես կասեի մանր քայլեր ա դեռ շարունակում իրականացնի, որ իր իսկ կողմից ձեռք բերված պայմանավորվածությունները չկատարի։ Գրքերից միայն Աստվածաշունչը չի կարող հասնել Բաքվի զնդան պատանդարված հայերին, արգելքը հստակ է։ Այս հանգամանքը չի վրիպել միջազգային դատարաններում հայ գերիների շահերի ներկայացուցչի ուշադրությունից։ Այն, որ քրիստոնեությունը նույնպես Բաքվում դատում են, Սիրանուշ Սահակյանը հիմնավորում է նաև կրոնական սիմվոլիկան Ադրբեջանի բանտից ամբողջությամբ առգրավելու իշխանությունների որոշումներով։ Հավաքել են ամեն ինչ, նույնիսկ հայերի դաջվածքներն այրել։ Ռազմագերիների խնդիրը անկախ ադրբեջանական աղբյուրների մեկնաբանությունների ունի նաև կրոնական ասպեկտ։ Այստեղ մենք գործ ունենք հենց քրիստոնյա հայերի դատապարտման հետ, քերի հասանելիություն տրվում է եւ անձը ազատ ժամանակը ընթերցելու հնարավորությունի, ինչու իր ցանկությամբ, իր նախընտրությամբ դա չի կարող լինել հենց Աստվածաշունչը, Ռուբեն Վարդանյանին է սա արգելվել եւ թե այլ բանտարկյալներին։ Բաքվի ֆարսն արդեն ուղիղ 1 տարի դատարանից տեղափոխվել է ռազմական տրիբունալ։ Սիրանուշ Սահակյանը հիշեցնում է, նախաքննության փուլում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործը միասնական էր։ Արցախի նախկին բոլոր առաջնորդները, նաև 8 գերիները, որոնց ադրբեջանցիները պատանդարել էին 2023-ի սեպտեմբերի հարձակման ժամանակ, միասին էին կանգնել դատարանի առաջ։ Նույնն էին մեղադրանքները, հնարովի ապացույցները։ Սակայն դատավարական կոնկրետ փուլում Ալիևի դատարանը որոշեց առանձնացնել Ռուբեն Վարդանյանի գործը։ Իրավական տեսանկյունից գործի անջատման հիմքեր չկան, այստեղ անձով պայմանավորված ոչ իրավական առումով օբյեկտիվ առանձնացում ենք տեսնում։ Եվ Վարդանյանի եւ արդեն 15-ի միասնական գործով ընդհանուր շուրջ 150 դատական նիստ է եղել։ 1 տարվա դատավարական շոուն ամփոփելով Սահակյանն ուղիղ ձևակերպում է կոնկրետ փաստեր, այդպես էլ չտեսանք։ Այս ընթացքում բացառապես քաղաքական թեզեր են թարգմանել իրավական լեզվով։ Ողջ դատավարության նպատակը Արցախի քաղաքական միավորի ապալեգիտիմացումն է եւ ցուցադրական պատիժը բոլոր այն հայերի նկատմամբ, ովքեր ի նպաստ Արցախի գործունեություն էին իրականացրել, ուստի գործընթացը հենց կապված է Արցախ, դրա ինքնորոշման իրավունք, հայկական պատկանելիություն եւ ի նպաստ գործունեություն եւ սիմվոլիկ մենք ունեցանք ղեկավարների։ Օրերս Հայաստանում դատապարտված սիրիացի վարձկանահաբեկիչները տեղափոխվեցին Սիրիա, Ադրբեջանից հայրենադարձվեցին 4 գերիները։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձը քաղաքական երկխոսության շրջանակում հնարավոր է արդյոք։ Սահակյանը նախ տեղեկացնում է 15-ի գործով Ալիևի դատարանը հավանաբար մինչև այս ամսվա վերջ դուրս կգա խորհրդակցական սենյակից, կհրապարակի վճիռը, իսկ քաղաքական գործոնը մարդու իրավունքների Եվրադատարանում հայ գերիների շահերի ներկայացուցչի համոզմամբ այս ամբողջ ընթացքում էլ ճնշել է իրավականությունը։ Նրանց վերադարձի պարագայում ես եւս իրական համարում եմ, որ առանց ձևականությունների հնարավոր է վերադարձ ապահովել
Եվ մենք ունեցել ենք նաև տենց հետաքրքիր դեպք, երբ ռազմագերին Հայաստան է վերադարձվել ընթացող դատավարության շրջանակներում, այսինքն դատարանում ունի ամբաստանյալի կարգավիճակ, պայմանավորվածությունը ձեռք է բերվել, նա ազատ է արձակվել եւ հաջորդիվ նիստի ընթացքում դատարանը հայտնել է, որ քանի որ ամբաստանյալը գտնվում է Ադրբեջանի սահմաններից դուրս, ուստի պետք է կարճել այդ վարույթը։ Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի գործին, ապա այստեղ իրավապաշտպանը տպավորություն ունի, թե ադրբեջանցիներն առայժմ փորձում են միտումնավոր ձգձգել գործընթացը։ Նոր սահմանափակումների վերաբերյալ տեղեկություններ կան, նաև զանգերը տուն զգալի քչացել են։ Հայաստան հեղուկ գազային մատակարարում 187 ընկերություններ, այս շարքից եւ ոչ մեկի մասնաբաժինը 10%-ը չի գերազանցում։ Հետևաբար վառելիքի թանկացումը չի կարող կապված լինել հակամրցակցային պայմանավորվածության կամ գերիշխող դիրքի չարաշահման հետ։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահն է հայտարարել։ Ըստ կառույցի ղեկավարի հեղուկ գազի թանկացումը տնտեսագիտական դասական կանոնին համապատասխան եղավ։ Պահանջարկը շատ էր, առաջարկը քիչ։ Այսպես գները բարձրացան։ Հունվարի համեմատ քանակի խնդիր չունենք, բայց անցյալ տարի հունվարել է։ Հա գրեթե նույնը կարող մի փոքր ավել լինի։ Բայց խնդիրը այն է, որ անցյալ տարի հունվարին էլ էր թանկ, հունիսին էլ էր թանկ լինում։ Այսինքն կա հեղուկ գազի թանկ ամիսներ, կա սեզոնի հարց, որը կապված է բնակլիմայական պայմանների հետ։ Այսինքն բերում են ապրանքը քչանում է, ճանապարհը քիչ է, թանկ են վաճառում։ Ես չեմ էլ ասում իրանք թանկ չեն վաճառում, բայց դա բիզնես կառուցվածք է։ Հայաստանում գնաճը առավել զգալի է դարձել ամենօրյա սպառման մթերքներում եւ ծառայություններում։ Թանկացումները առաջին հերթին հարվածում են թոշակառուներին եւ նվազագույն եկամուտ ունեցող քաղաքացիներին, որոնց համար նույնիսկ նվազագույն սպառողական զամբյուղը դարձել է դժվար հասանելի։ Ամենակենսական սպառողական զամբյուղի ապրանքների գներն աճել են։ 2025 թվականի օգոստոսին 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ հացի գինը աճել է 5.1, թռչնամսի գինը 1.5, տավարի միսը 2.5, խոզի միսը 10.3, կարագի գինն աճել է 12.8, բուսական յուղինը 16.8, սուրճինը 13.5, շաքարավազինը 7.5, բանջարեղենի գինը 3.6 եւ մրգինը 11.6%-ով։ Հայաստանում նվազագույն թոշակը 36,000 դրամ է։ 2025 թվականի առաջին կիսամյակում միջին կենսաթոշակը 45,000 դրամ է եղել, նվազագույն աշխատավարձը 75,000 դրամ։ Հիմա նվազագույն աշխատավարձը, ասենք թե էլի հավանական է, որ կբարձրանա ապագայում եւ նվազագույն աշխատավարձը բարձրանում է, բայց քանի որ գնաճը հետը նույնպես լինում է, հաճախ տեղի ունենում այնպես, որ նվազագույն աշխատավարձը դեռ չբարձրացած, ինչպես ասում են, արդեն ցանկացումների պատճառով նվազագույն զամբյուղը նորից գալիս հավասարվում է կամ մի բան էլ ավել է լինում։ Այսինքն նվազագույն աշխատավարձը չի ապահովում նվազագույն զամբյուղի ծախսերի չափը։ Հայաստանում 2025 թվականի երրորդ եռամսյակում պարենային զամբյուղը 44,150 դրամ է եղել, նվազագույն սպառողական զամբյուղը 81,600 դրամ։ Այս երկու զամբյուղները 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են մոտ 6%-ով։ Պարենային զամբյուղի մեջ ներառված են հացամթերքը, միսը, կատնամթերքը, միրգ, բանջարեղենը, իսկ սպառողական զամբյուղում բնակչության կենսական ծախսերն են՝ հագուստ, կոշիկ, ծառայություններ։ Մասնագետների խոսքով թոշակառուների եւ նվազագույն աշխատավարձ ստացողների մեծ մասը չի կարող ապահովել նույնիսկ նվազագույն կենսական կարիքները։ Թոշակները, նպաստները ցածր են, աշխատավարձերը չեն ինդեքսավորվում համապատասխան գնաճի հետ, եւ սրա արդյունքում շարունակաբար ունենում ենք բարձր աղքատություն։ Թվերը մտահոգիչ են, դրանց հիմքում իրար չհամապատասխանող ծախսերն ու եկամուտները։ Անկանխիկ գործարքների ավելացումը դրական երևույթ է։ Միանշանակ միտումը եւ այդ ցանկությունը շատ լավն է, բայց ցանկալի կլիներ, որ այդ գործընթացները յուղական բնակավայրերում ենթակառուցվածքներ լինեին, բանկոմատներ լինեին, այդ անկանխիկ վճարման միջոցները լինեին, նոր կառավարությունը այդպիսի հարց առաջ քաշեր։ 2020 թվականից մինչև 25 թվական այդ ընթացքում նվազագույն կենսաթոշակը բարձրացել է շուրջ 36%, սակայն նույն ժամանակահատվածում գրանցված գնաճը փաստացի չեզոքացրել է այդ աճի ազդեցությունը։ Այս տարվա հունվարից ներդրված քեշբեքի համակարգը եւս տնտեսագետների գնահատմամբ չի կարող համարվել արդյունավետ սոցիալական աջակցություն։ Մասնագետները համոզված են, առանց թոշակների եւ աշխատավարձերի իրական ինդեքսավորման գնաճը շարունակելու է խորացնել սոցիալական անհավասարությունը, մեծացնելով աղքատության ռիսկը Հայաստանում։
Երևանում այսօր մի քանի կիլոմետր ճանապարհ անցնելը դարձել է իսկական փորձություն։ Թեթև ձյուն ու տաքսիների սակագները կտրուկ աճում են, ամենաքիչը 2 անգամ։ Քաղաքացիները բողոքում են տաքսու գները ոչ թե պարզապես թանկացել են, այլ վախեցնող չափերի են հասել։ Երբ հանրային տրանսպորտը այլընտրանք չի դառնում, իսկ սեփական մեքենա ունենալը ոչ բոլորին է հասանելի, մարդը մնում է մեկ ընտրության առաջ՝ գերթանկ տաքսի։ Այն նստելիս հաճախ չես էլ հասցնում մտածել ինչ ես վճարելու, բայց հենց այդ շտապողականությունն էլ, ինչպես պարզվում է, դառնում է գնագոյացման հիմնական գործիքներից մեկը։ Գնի ձևավորումը պաշտոնական պարզաբանումներով ունի 2 հիմնական բաղադրիչ՝ ժամանակը ու անցած կիլոմետրերը, սակայն իրականում դրանց ավելանում են նաև այլ, ոչ միշտ տեսանելի գործոններ։ Եթե A կետից B կետ հասնելու ժամանակը կարճ է, այդտեղ կարճ է եւ քիչ է գումար գեներացում, եթե երկար է ավելի բնականաբար շատ է։ Էությունը կայանում է նրանում, որ ըստ էության կիլոմետրը կարողանում է ծախսել, կատարված ծախսերը այդ ուղևորության, իսկ ժամանակը արդեն այսպես ասած տաքսու վարորդի աշխատած գումարն է։ Սակայն կա մի հանգամանք, որի մասին պաշտոնական խոսքում քիչ է նշվում։ Ալգորիթմը ձեզ ճանաչում է։ Եթե ամեն օր նույն երթուղու համար վճարում եք, ասենք 600 դրամ եւ ժամանակ առ ժամանակ համաձայնում եք եւս 100 դրամ ավելի վճարել, համակարգը դա հիշում է։ Եթե հավելվածում նշված են ձեր տան ու աշխատանքի հասցեները, իսկ աշխատանքային օրվա ավարտին տաքսի եք պատվիրում, ալգորիթմը հասկանում է, հոգնած եք ու պատրաստ եք ավելի թանկ վճարել, միայն թե շուտ հասնեք տուն։ Նույնը առավոտյան, եթե ամեն օր աշխատանքի եք գնում 10:30-ին, իսկ տաքսի եք պատվիրում 10:28-ին, համակարգը եզրակացնում է, որ ուշանում եք, իսկ ուշացող մարդը պատրաստ է վճարել նույնիսկ 500 դրամ ավելի, միայն թե շուտ տեղ հասնի։ Կանչերը շատ են դա էլ ազդում գնալու գնացման վրա։ Նաև ասեք ժամերից է կախված, խթանումներ են լինում, բացեք պատկերացեք մի դեպքում դու կարող ես 20 րոպե ասել, երբ մի դեպքում 1 ժամ։ Պահանջարկը, երբ որ բարձրանում է, այդ ժամանակ արժեքը նույնպես բարձրանում է, որպեսզի վարորդները կարողանան վարել։ Տաքսի ծառայությունից էլ չեն թաքցնում, երբ պահանջարկը մեծանում է, գինն էլ է թանկանում։ Բայց խնդիրը միայն շուկայի տրամաբանությունը չէ։ Պետությունը գործնականում չի կարգավորում ոլորտը պատճառաբանելով, թե շուկան ազատականացված է։ Չիլինգարյանն էլ ավելացնում է, կան անհատ վարորդներ, որոնք անօրինական են աշխատում։ Երբեմն պարզել չէ տվյալ մեքենան տաքսի է, թե պարզապես մասնավոր ավտոմեքենա։ Հունվարի 22-ին Հրաչյա Քոչար, Վաղարշան փողոցների խաչմերուկում բախվել են Mercedes ML-ը ու Hyundai-ին։ Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հետիոտնի համար տեղադրված լուսակիրին կոտրել այն եւ մասամբ հայտնվել հետիոտնի համար երթևեկելի գոտում։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Հունվարի 21-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ռինդ գյուղի տներից մեկի բակում աշխատանքներ կատարող մազ վերամբարձկրունկը կողաշրջվել է, ինչի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է։ Փրկարարության Երգնաձորի շրջփրկարական ջոկատի շրջփրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա։ Կռունկավարի 66-ամյա Գագիկի մարմինը դուրս բերելու համար։ Ժամանել են նաև ոստիկանության բարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Հունվարի 21-ին 46-ամյա Ստեփանը Mercedes-ով Արցախի պողոտային վրայերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կնոջ։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, օգնել օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկներին, վիրավորին տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն։ Հունվարի 21-ին Մայրաքաղաքում հայտնի բլոգերի տուն են թալանել։ Անհայտ անձը կամ անձինք մտել են Նորագավիթ 7-րդ փողոցի թիվ 17 տուն բակի կողմից։ Տակն ու վրա են արել ամբողջ տունը, հատուկ գործիքով էլ կոտրել ու բացել են չհրկիզվող պահարանը։ Այնտեղ եղած ողջ պարունակությունն էլ հափշտակել։ Տունը պատկանում է Էրիկ Շահբազյանին։ Ժամանել են ոստիկանները, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, դեպքի մյուս հանգամանքները պարզվում են։ Չհրկիզվող պահարանը կտրելու համար գործի է դրվել, այսպես ասած, բալգարկա, զարմանալի է, որ բալգարկայի ձայնը չի լսվել։ Տեսախցիկների չիպերը, այսպես ասած, չիպերը ըստ նախնական տեղեկությունների գողություն կատարող անձիկ իրենց հետ տարել են, տեսախցիկներն էլ գցել են ինչ-որ ջրի մեջ։